տաղավարում հյուրընկալել եմ հյուրեր, որ քիչ հետո մանրամասնությունը ձեզ կբացատրեն։ Ամենայն դեպս այստեղ կազմակերպված է Up4 Armenia ոչ շահադիտական ընկերություն, որ իրեն պատասխանատու նախագահն է Դավիթ Մնացականյանը, որ տաղավարում է հիմա այստեղ, եւ իրեն ընկերակցում է նաեւ Մկրտիչ Բաբայանը, խոսենք այս ոչ շահադիտական կազմակերպության մասին։ Իրեն կազմակերպել են հավաք, որ մանրամասնությունները քիչ հետո դուք կլսեք։ Բոլորը հրավիրված եք սա Բրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդյաց եկեղեցու այդ սրահի մեջ, Հարսանյաց սրահի մեջ տեղի ունենալու այս հավատքը։ Մուտքը ազատ է։ Հիմա տեսնենք ինչ նպատակով է դա։ Բարի եկել այս ծրագրին, ուրեմն ես խոսքս ուղղում եմ նախ այստեղ ներկա է Դավիթ Մնացականյանը, որպեսզի ձեզ բացատրի, հույսով դուք կմասնակցեք սեպտեմբերի 27-ին երեկոյան ժամը 6-ին, տեսենք ինչ նպատակով է այս հավաքը տեղի ունենում։ Խնդրեմ, բարի եկեք։ Շնորհակալություն ավերքի համար, բարդեսելի հայրենակիցներ, Up4 Armenia բարեգործական կազմակերպությունը արդեն 2 տարեկան է, բայց մեր հայրենանպաստ ծրագրերը ունեն 20 տարուց ավել պատմություն։ Երկար քննարկումներից, մտորումներից եւ համայնքի հետ քննարկումներից հետո նաեւ կոնգրեսում եւ սենատում հայկական հարցի շուրջ տարածած խնդիրները որոշվեց, որ պետք է ստեղծվի Սփյուռքի կոնգրես, հայ Սփյուռքի կոնգրես գլխավոր ծրագիրը, որը Up4 Armenia բարեգործական կազմակերպություն է ներկայացնում, եւ իր գլխավոր նպատակն է, որպեսզի կոլեգիալ կերպով ամբողջ Ամերիկայում եւ հետագայում այլ պետությունում գտնվող հայ կազմակերպությունները եւ անհատները բոլորս միասին կարողանանք հզորացնել Սփյուռքը եւ ստեղծել ավելի հզոր, ավելի կազմակերպված համայնք։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Հիմա այս մենք արդեն ես ասացի, որ սեպտեմբերի 27-ին երեկոյան ժամը 6-ին Սուրբ Ղևոնդյաց Բրբանքում գտնվող Մայր տաճարի սրահին մեջ հավաք է կազմակերպված։ Դուք այդ մասին ինչ է սպասելիքը, հանրությունը կգա, ինչ պիտի տեսնի, ով է խոսելու, ով է բացատրելու տարբեր ծրագիրներ, ինչ որ ձեր կազմակերպությունը Up4 Armenian ինչ պիտի սպասելիքը որն է։ Շնորհակալություն հարցի համար։ Ասեմ, որ Սփյուռքում գոյություն են բավականին շատ հայանպաստ կազմակերպություններ, եւ լոբիստական կազմակերպություն, եւ ասամբլեաներ ունենք, եւ ունենք բարեգործական կազմակերպություններ։ Երկար ուսումնասիրություններից հետո մենք թիմային աշխատանք ենք կատարել, համեմատել ենք 18 զարգացած պետությունների կառավարման համակարգը, այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունում Սփյուռքի նախարարությունը փակվեց, հարց առաջացավ, թե ինչպես է Սփյուռքը ղեկավարվելու սրանից հետո, ինչպես ենք ներկայացնել մեր հարցերը կոնգրեսում, սենատում, նաեւ համայնքում։ Եվ ուսումնասիրությունների կատարելու արդյունքում եւ համեմատելով զարգացած պետությունների կառավարման մոդելները, ներառյալ Համաշխարհային բանկը, Միջազգային արժութային ֆոնդը, Միացյալ Ազգերի կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ ինչու՞ չէ նաեւ Ամերիկայի կառավարման մոդելը, վերցրեցինք բոլորից ամենալավագույն մոդելները եւ փորձեցինք ստեղծել առաջի ինստիտուցիոնալ տեսակի կոլեգիալ կառավարման մարմին, որը կլինի սպիտակ տան կողմից լեգիտիմ կազմակերպված կառույց, գլխավոր նպատակ եւ կունենա նույնպես լեգիտիմ ճանաչումը նաեւ սենատում եւ սպիտակ տանը։ Հարցը կանում է նրանում, որ Սփյուռքում խնդիրները բավականաչափ շատ են եւ ծրագրային առումով գնալով ավելանում են խնդիրները, սկսած գործազրկությունից, մեր երիտասարդ երեխաների ճիշտ դաստիարակությունից, ամուսնիկին փոխհարաբերություն, ամուր ընտանիքների ուսուցման կենտրոններից եւ այլն եւ այլն։ Ինչ որ կլինի շաբաթ օրը, որը սիրով բոլորին հրավիրում ենք, գլխավոր նպատակները ուրեմն մենք կխոսենք, որ ունենք 21 կետից բաղկացած 21 վարչություններ գլխավոր ծրագրերը, որոնք մեծ ուսումնասիրություններ կատարելու արդյունքում մենք որոշեցինք, որ 21 վարչությունները դրանք են այն կարևոր ինստիտուտները, որի միջոցով Սփյուռքը կարող է լինել առավել կազմակերպված եւ միասնական։
Շատ կազմակերպություններ կա Սփյուռքում, բայց եթե մենք բոլորս չենք գործում միասին, հետեւաբար մեր իրական ուժը թուլանում է։ Նույն բանը եղել է մեր արձագանքը կոնգրեսում, սենատում, ընտրությունների հարցում, մեր հայ հարցի հետ, հայ դատի հետ կապված հարցերում եւ այդ օրը մենք խոսենք 21 վարչությունների ծրագրային մոտեցման մասին, խոսենք ինստիտուցիոնալ կառույցի կարևորագույն հիմունքների մասին, իր գործավարական ճանապարհային քարտեզը ռազմավարությունը դիվանագիտական ոնց ենք պատկերացնում, խոսենք դրա մասին, խոսենք նաեւ Արցախի մասին, ինչպես նաեւ ունենք գլխավոր ծրագրերի եւս մեկ հատված, որը անդրադառնում է մեր համայնքի հետ կապված հիմնախնդիրները։ Եվ սիրով հրավիրում ենք, որպեսզի խոսենք ավելի մանրամասն այդ ծրագրերի մասին։ Շատ է։ Սա ուրեմն լինելու է սեպտեմբերի 27-ին երեկոյան ժամ 6-ին։ Խնդրեմ, պարոն Մկրտիչ Բաբայանը ձեզ ծանոթ եմ, իրեն ընկերակցում է պարոն Դավիթ Մկրտչյանին, Դավիթ Մնացականյանին ընկերակցում է, խնդրեմ, ասացեք ձեր կարծիք։ Նախ շնորհակալ եմ, որ հրավիրել եք Հարգարժան Վրեժ Աղաջանյան, միշտ ընդառաջել եք մեզ։ Ասեմ, սիրելի հայրենակիցներ, Դավիթ Մնացականյանին ճանաչել եմ 44-օրյա պատերազմից, մի շարք միտինգներից, ճանապարհներ փակելուց եւ Դավիթ Մնացականյանի մեջ տեսել եմ մեծ հայրենասիրություն, նվիրվածություն ազգի ժողովրդի հանդեպ։ Ճիշտ է, մենք ունեցել ենք ունենք հայ նույնության քարտի կազմակերպությունը, ով լավ ծրագրեր ուներ համախմբելու մեր ազգին, բայց այսօր Դավիթ Մնացականյանը ավելի մեծ թափով է, մեծ ծրագրերով է հանդես գալու մեր ժողովրդին, համախմբելու մեր ամբողջ հայությանը եւ մեծ կամուրջ ստեղծի Սփյուռքի եւ հայրենիքի միջև։ Սա է, որ ինձ գրավեց եւ ես պատրաստ եմ, մենք մեր թիմով, մենք ունենք Լևոն Թորոս, Հարութ Սասունյանը, մեծ սիրով համագործակցում ենք Դավիթ Մնացականյանին եւ պատրաստ ենք օգնելու հայրենանվեր այս գործին։ Առիթից օգտվելով ես խոսքս հղում եմ մեր հայրենակիցներին, մեր միություններին, արդեն դիմել եմ մեր փառապանծ լավ հոմուհիներին, ովքեր որ 1910 թվականից լավ գործեր են կատարում Միշա հայրենիքի, նրանք էլ պատրաստ են մասնակցելու եւ ուզում եմ բոլոր կազմակերպություններին, բոլոր կուսակցություններին համախմբենք եւ այս միասնական բռունցքվենք եւ մեր հայրենիքը փրկենք։ Սա է մեր վերջի ճիգը, մեր հայրենիքը փրկելու համար, սիրելի հայրենակիցներ։ Ուստի խնդրում եմ բոլորդ ներկա լինեք, ես կուզեմ այդ դահլիճը լեփ-լեցուն լինի, թեկուզ ոտքի վրա ըմբոսնենք մեր սիրելի Դավիթին, իր գաղափարները, իր հայրենասիրական գործերը։ Շնորհակալություն բացատրության համար։ Լավ։ Անցյալում այսպես ցանկություններով կազմակերպություններ են եղել, մարդիկ, որ օժար կամքով ուզեցել են օգտակար լինեն, համախմբման աշխատանք կատարեն, ինչով կարող է սա տարբերվի, խոսքս ուղղում եմ ուրեմն Դավիթ Մնացականյանին, որ ինչ առիթ կա, որ կարողանակ սա արդյունք տա, որ մյուս ձեռնարկների նման դժվարություն չունենա այս անշահատի, non-profit organization-ը, ոչ շահատիտական կազմակերպությունը կարողանա հաջողի։ Ասեմ, շնորհակալություն հարցի համար։ Մենք անցյալում 1891 թվականից, երբ որ հայերը սկսեցին գալ ավելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ջարդից հետո հայերը եկան Ամերիկա, Միացյալ Նահանգներ, Ամերիկայի շատ կազմակերպություններ ստեղծվեցին եւ աննկարագրելի մեծ աշխատանք կատարեցին հայրենասեր մեր հայերը, մեր հայրենակիցները, ավագ սերունդը։ Անհամար օգնություն տվեցին Արցախին, զարգացրեցին Հայաստանը, ստեղծեցին դպրոցներ, ստեղծեցին կենտրոններ, ինչպես նաև Սփյուռքում։ Արվեց մեծ տիտանական աշխատանք, ահռելի աշխատանք արվեց նախկինում։ Բայց պետք է նաև արձանագրենք, որ մենք Սփյուռքում չենք ունեցել ինստիտուցիոնալ կառույց, որ կոլեգիալ մարմին որպես մենք բոլորս ունենանք մեկ լեգիտիմ կառույց, որը կոնգրեսում եւ սենատում նաև
մեր ձայնը կբարձրացներ։ Մենք ունեցել ենք տարբեր տեսակի կազմակերպություններ։ Ամեն կազմակերպություն ունեցել է իրենց իսկ կանոնադրությունը, կուսակցություններ ունեցել են իրենց իսկ կուսակցության կանոնադրությունը եւ առաջնորդվել են այդ ձևաչափով։ Մեր առաջարկը նա է, որպեսզի ստեղծվի կոլեգիալ մարմին, որը կունենա լեգիտիմ կանոնակարգ, լեգիտիմ իրավիճակ, որի դեպքում մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պաշտոնապես կարող ենք քննարկել Սփյուռքում առջև ծառացած խնդիրները, այն խնդիրները, որոնք Հայաստանի Հանրապետությունից այստեղ լուծել գրեթե անհնար է։ Եվ երկրորդ կարևոր բանը, որ կուզենայի խոսել սրա մասին, հայերը շատ մեծ անուն ունեն, շատ մեծ ավանդ ունեն դրած նաև Ամերիկայի զարգացման համար։ Ցավոք սրտի մենք չունենք ցուցակագրված եւ համալրված, համակարգված այն բոլոր հայերի կողմից արված աշխատանքները, որ կատարվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեր նպատակն է լուսաբանել բոլոր հայերի դրական աշխատանքները, որոնք նաև ինչու՞ չէ զարգացրել են Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այո, օրինակ տեսեք, որ մենք հայերս ասում են այսպես, որ մենք 2-ից 3 միլիոն ենք ապրում, տարբեր թվեր են քննարկվում, բայց անգամ եթե վերցնենք, որ 1 միլիոն հայ ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հարկատու է հանդես գալիս, ամենափոքր հաշվով մենք 16 միլիարդ դոլար հարկ ենք վճարում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգը 322 միլիարդ դոլար տարեկան բյուջե ունի, որպեսզի նահանգը իր ծախսերը հոգա։ Եվ պատկերացրեք ինչքան գումար ենք տրամադրում մենք ապրելով այստեղ, աշխատելով եւ որպես օրինապաշտ մարդիկ վճարում ենք հարկ, բայց ինչ է հասնում մեզ դրանից հետո։ Ինչու մեր համայնքը մինչև այսօր չունի ինստիտուցիոնալ կառույց, որ բոլորին գրկապած կընդունի ներս։ Մենք չենք խոսում պիտակավորում տալուց կամ որևէ մեկի դրական աշխատանքը բացասական գնահատականներ տալուց։ Կարծում եմ ժամանակն է, որպեսզի կոլեգիալ համակարգով եւ արհեստավարժ մասնագետների միջոցով բոլոր կազմակերպություններից վերցված խմբով մենք նստենք կլոր սեղանի շուրջ, քննարկենք Սփյուռքի առջև ծառացած խնդիրները, որովհետեւ Սփյուռքում խնդիրները բավականաչափ շատ են եւ բոլորս միասին համատեղ ուժերով եւ կրկնում եմ արհեստավարժ մասնագետների միջոցով լուծենք այն խնդիրները, որ իրականում կօգնի մեզ ավելի հզոր ստեղ լինելու համար։ Այս հզորությունն է փրկությունը Հայաստանի Հանրապետության։ Այս հզորությունն է, որ բերելու է հայերի նոր անունի, նոր վարկանիշի բարձրացման համար, մեր երիտասարդների միջոցով իհարկե։ Համար մենք շատ խրախուսում ենք երիտասարդների մասնակցությունը եւ նույն ժամանակ մեր գոհունակություն ենք հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք ստեղծվել են նախկինում, արել են իրենց բարեդրացիական հայրենասիրական աշխատանքները, մենք ուղղակի հրավիրում ենք բոլորին կոլեգիալ ինստիտուցիոնալ կառույց ստեղծելու, քանի որ սա պահանջարկը հրատապ է, մանավանդ հասկանալի է, որ այսօր այն մարտահրավերները, որ մենք ունենք Սփյուռքում եւ Հայաստանում, անհրաժեշտ է, որպեսզի մենք բոլորս միասնական եւ միամուռ կերպով մեկ ձայնով հանդես գանք։ Դա է մեր հզորության ուժը։ Եվ այդ ազդեցությունը նաեւ ունենալու է իր մեծ արդյունքը դրական նաեւ կոնգրեսում։ Տաղավարում հյուրընկալել է Դավիթ Մնացականյանին եւ այստեղ է նաեւ Մկրտիչ Բաբայանը, խոսում ենք մեկ կազմակերպություն Apur Armenian non-profit ոչ դիտական հաստատության մասին էին խոսում եւ հիմա սա լոբիստական կամ լավիստական կազմակերպություն նաեւ իր մեջ ներառում է եւ ես ուզում եմ մանրամասը հիմա հարցնել եւ խոսել ինչ հաջողություններ ունեցել են կամ ավել շուտ նաև դուք ծանոթանաք իրենց նպատակներին, տեսնեք որն է իրենց նպատակը, ամենայն դեպս, եթե դուք սեպտեմբերի 27-ին գալիք շաբաթօր, երեկոյան ժամը 6-ին, բոլոր հրավիրված եք Սուրբ Ղևոնդյաց եկեղեցու այդ հարսանյաց սրահ ունեն այնտեղ կամ հավաքատեղի ունեն այնտեղ, մուտքը ազատ է, բոլորդ կարող եք գնալ մասնակցել եւ գաք առավել եթե հարցեր ունեք ուղեք այս պատասխանատուներին, տեսնեք ինչ է իրենց նպատակը, մոտիկից ծանոթանալու եւ եթե դուք ուզում եք նաեւ միանաք այս շարժմանը։ Ես հիմա հարցնեմ այս լոբիստական ասացենք կազմակերպություն organization-ը ինչ է փնտրում, ինչ է ձեր խնդրանքը ժողովրդից, խնդրեմ բացատրեք։ Ասեմ,
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական ապարատը, վարչական ապարատը, պալատի ներկայացուցիչությունը ունի 435 պալատի ներկայացուցիչ եւ ունենք 100 սենատորներ։ Պատկերացրեք, որ 100 տարուց ավել հայերը այստեղ են հայկական հարցով, հայկական դատի հարցով եւ մենք երբեք չենք ունեցել պալատի ներկայացուցիչ, երբեք չենք ունեցել սենատորներ։ Ասեմ ավելին, Սպիտակ տան մեջ երբեք չենք ունեցել մեր պաշտոնական թղթակիցը։ Մեր նպատակն էր, որ փոխանակ մենք ուղակի խոսենք լոբիստական կազմակերպության ուղակի հայկական հարցով, շատ կարևոր էր, որպեսզի ներառյալ հայկական հարցը ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որպեսզի մենք նաև contribute անենք Ամերիկայում ապրելով այստեղ։ Մենք ունենք ոսկի երիտասարդություն, ունենք շատ խելացի երիտասարդներ եւ խրախուսում ենք, որպեսզի հայ երիտասարդությունը մտնի քաղաքականություն։ Մենք դրա կարիքը ունենք։ Եվ բացի դա, որպես հայ աշխատելով փորձառու մասնագետների հետ, մենք արդեն 5 օրենքի նախագիծ ենք առաջարկել ֆեդերալ, ամբողջ Ամերիկայի զինված ուժերի, ոստիկանների, հրշեջների, առաջի բուժօգնություն տրամադրող եւ վետերան զինվորականների համար։ Մեր նպատակն է, որպեսզի լոբիստական կազմակերպության ծրագրով մենք նաև մասը կազմենք Ամերիկայի զարգացման, Ամերիկայի հետ մտնենք այլ մյուս ձևաչափերով աշխատանքներ կատարենք։ Ինչպես նաև գիտենք, որ մյուս տարի լինելու Ամերիկայի 250-ամյակը եւ առաջի անգամ ստեղծեցինք եւս մեկ foundation, որը մաս կկազմի Ամերիկայի 250-ամյակի անկախության տարելիցի հետ կապված միջոցառումներին, դա կուզեի նշեի, եւ նպատակն է, որպեսզի հայերը նաև մտնեն ամեն նահանգներում փորձեն լինեն ել ավելի ներգրաված քաղաքականության մեջ։ Այդ տեսեք մենք հայերս սովորաբար ընտրություններին չեն գնում։ Ես շատ խոսել եմ մեր համայնքի ընտանիքների հետ, գուցե թվում է, որ այդ սովորությունը բերվել է իրենց հետ Հայաստանից, քանի որ շատ հայեր չեն սիրում ընտրության գնալ, գուցե եւ ասենք պատմականալ ինչ որ հավատք չունեն եւ այլն, բայց պետք է նշեմ եւ արձանագրենք, որ պատկերացրեք քարոզարշավները այստեղ բավականին մեծ գումար են եւ հայերի միասնական ձևով հանձ առնել եւ ընտրություններին մասնակցելը գաղափարապես հարգելով տվյալ տեխնացուին, որ առաջարկում է ծրագրի, որը ձեզ է հարիր, դուք մասնակցելով ընտրություններին դուք շատ մեծ աշխատանք եք կարող կատարել սիրելի հայրենակիցներ։ Եվ մեր նպատակն է, որպես լոբիստական կազմակերպության ներքո հավաքագրում անենք եւ մենք ուժ ունենանք Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեր ձայնը իրավական հարթակում բարձրացնելու համար։ Շնորհակալություն։ Հիմա ձեզ ասացի արդեն ձեզ անոթ է պարոն Մկրտիչ Բաբայանը այստեղ է, դուք ինչպես եք օգտակար լինում այս կազմակերպությանը կամ ուրիշ եթե հարց ուզում եք բարձրացնել, խնդրեմ։ Դե օգտակար լինելը միշտ ցանկանում եմ եւ կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանան եւ օգտակար լինեն, բայց ինձ ամենա հետաքրքիր հարցս Դավիթ Մնացականյանին ուղղեմ, որ կարծում եմ ժողովրդի սրտով էլ կլինի սա, հարգելի Մնացականյան, դուք ինչպես եք պատկերացնում ազգը համախմբել եւ ամենակարևորը մեր ժողովրդի միջից նախանձը հանել, բռունցքվեն մեր ազգը եւ մի ծրագիր է այդ 21 ծրագրերից բոլորն են ծանոթ չեն, բայց մեկը որ ազգային турք հասկացողությունը գաղափարը այդ բարդ ծրագիրը դուք ինչպես եք պատկերացնում կարգավորել եւ մտցնենք մեր ազգի մեջ։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ ասեմ, այո, պարակտումը մեր ազգի մեջ ցավոք սրտի շատ է։ Մենք ունենք տարաձայնություններ կապված տարբեր պետություններից հայեր, որ եկել են Սփյուռքում են բնակվում, Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից եկած վերհայնակիցներ ունեն տարաձայնություններ նաև այդ առումով։ Ինձ թվում է, որ ժամանակն է, որ իրապես մենք մեկս մյուսի մոտիկանանք ավելի սիրով եւ հարգանքով եւ բացի դա կողքի դնենք մեր բոլոր տարաձայնությունները։ Մեր գլխավոր նպատակն է, որպեսզի Սփյուռքը իրապես միասնական կերպով լինի հզոր եւ այդ հզորությունը ակնարև երևա յուրաքանչյուր հայ ընտանիքում։ Սա շատ կարևոր է։ Հետևաբար մեր նպատակն է, որպեսզի համատեղ ուժերով մենք ունենանք այն գաղափարախոսությունը, որ փոխանակ մտածենք ինչ կարող է անել Սփյուռքը մեզ համար, այլ մտածենք մենք ինչ կարող ենք անել Սփյուռքի համար, քանի որ Սփյուռքում մեր հայրենակիցները մեր նույն էթնոտեսակն են ներկայացնում։ Եվ
ամենայն հարգանքով վերաբերվելով բոլոր կազմակերպություններին, այս ֆորմատն ենք մենք որդեգրում։ Կապված ազգային турքի գաղափարի մասին, որը շատ կարևոր ծրագրերի կիզակետում էր ուշադրության, եթե հիշում եք Շարլ Ազնավուրը, որ ասում էր, եթե ամեն հայ մի փոքր գումար տա, հայրենիքը կզորանա։ Կուզեմ այդ օրինակը բերեմ հիմա Սփյուռքում բնակիչների մասով։ Նախ մեր կազմակերպությունը ունի ազգային տուր գաղափարը եւ ունի ամբողջական ինստիտուցիոնալ եւ բանկային համակարգով նոր ֆինանսատնտեսական ծրագիրը, որով յուրաքանչյուր հայ ըստ իրեն ունեցածի չափով կարող է $10 անհատապես գումար տրամադրել կամ ինչքան ինքը ցանկանում է եւ ամբողջական գումարի անգամ $1 բաժանվում է 7 առանձին տոկոսադրույքներով բաժինների եւ դրանք բաժանվում են եւս 21 ծրագրերին կյանքի կոչելու համար։ Եվ այս միջոցով ամբողջական հաշվետվությունը կատարվում է երրորդ կազմակերպության ոչ մեր կազմակերպության ներսում աուդիտորական աշխատանքը կատարվում է նրանց միջոցով։ Մենք երկար ժամանակ ունեցել ենք տարբեր տեսակի կազմակերպություններ, իրականացրել են բավականաչափ ծրագրեր, բայց ժողովրդի մոտ մշտապես եղել է տարակուսանքը կասկածը, որ արդյոք այդ գումարները ծախսվել են ճիշտ նպատակներով եւ իր արդյունավետության հաշվետվությունը սովորաբար չեն էլ տրվել։ Եվ հիմա կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մենք աշխատենք թափանցիկ կերպով եւ ունենանք հաշվետվությունը այլ կազմակերպության աուդիտորական ներքո եւ այս կազմակերպության կանոնադրության եւ ծրագրային կառավարման մարմինների սկզբունքում այնպես է ստեղծված, որ որևէ տեսակի տարակուսանք ծրագրի իրականացման եւ արդյունավետության մեջ կասկած լինել չի կարող, քանի որ եթե գաք սեպտեմբերի 27-ի միջոցառմանը մենք ավելի մանրամասը կներկայացնենք ծրագրի, նաեւ իր չարտերային քարտը կունենանք ներկայացնելու եւ այդ կերպով մենք ցույց կտանք ինչպես է աշխատանքները կատարվելու։ Շնորհակալ եմ բացատրության համար։ Ամենայն դեպս այստեղ է Դավիթ Մնացականյանը, որ ներկայացնում է Up4 Armenia Non-Profit Organization-ը, նախագահն է, chairman-ն է եւ քիչ առաջ նաեւ կրկնեցի, քանի անգամ սեպտեմբերի 27 երեկոյան ժամը 6-ին Սուրբ Ղևոնդիաց եկեղեցու դահլիճի մեջ կարող եք մուտք ազատ է, բոլորդ գնաք այնտեղ, մասնակցեք այս հավաքին, հարցեր ունեք կարող եք այնտեղ տալ։ Մենք եկել ենք ծրագրի ավարտին, եթե ամփոփ կարող եք ձեր վերջին խոսքն ասել այստեղ։ Իմ վերջին խոսքը կլինի սիրելի հայրենակիցներ։ Այսօր Հայաստանը եւ Սփյուռքը եւ մեր Արցախայությունը կարիք ունի, որպեսզի մենք բոլորս լինենք մեկ միասնական, մեկ ձայնով, որպես մեկ հզոր կառույց, որպես մեկ հզոր ընտանիք, մեծ հայ ընտանիքը։ Եվ դրա համար մենք բոլորից հրավիրում ենք, որպեսզի գաք այս միջոցառմանը, տեղեկանաք ամբողջական ծրագրերի մասին, եւ որպեսզի սրանից հետո մենք Սփյուռքում ունենանք վստահություն, որ բոլորս յուրաքանչյուր կազմակերպություն իր բոլոր ծրագրերով հանդերձ, բոլորս միասին գրկապած պատրաստ ենք ընդունելու եւ աջակցելու մեր յուրաքանչյուր հայ ընտանիքների յուրաքանչյուր անհատին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մկրտիչ Բաբայան եւ պարոն Դավիթ Մնացականյան, ինչ որ այստեղ տաղավարում են, շնորհակալություն, որ հետևում եք ծրագրին, հուսով մեկ ուրիշ առիթով այստեղ կլինեք։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։